Վերնատուն Հանրային ռադիոյի եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Մեր հաղորդման դիտակետում այսօր վերջին գիշերը երկրագնդի վրա գրաֆիկական պատմությունների ժողովածուն է, որը միավորում է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի պատերազմական փորձառությունը։ Զրուցակիցս հայաստանյան պատմության հեղինակն է Անի Ասատրյանը։ Անի հետ կփորձենք հասկանալ ինչպես խոսել պատերազմի մասին գեղարվեստի լեզվով, ինչն է փոխում նման նախագծերը ոչ միայն այս մեր երկրներում, նշված երկրներում, այլ նաև առհասարակ ամբողջ աշխարհում, եթե խոսում ենք պատերազմի մասին։ Ողջույն Անի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի, շնորհակալություն հրավիրելու համար։ Երևի ճիշտ կլինի սկսել նախագիծը ներկայացնելուց, հա։ Այո։ Կուզեի մեր հենց զրույցի առաջին հարցը նախագիծը լիներ, ինչ է այն իրենից ներկայացնում, նրա նպատակը, նաև գիտեմ, որ հեղինակները կանայք են եւ հետաքրքիր է 3 կին գրողների հայացքը պատերազմին։ Նախագիծը լեզվի տեսակետից քառալեզու նախագիծ է, այսինքն պատմությունները հասանելի են այս պահի դրությամբ հայերեն լեզվով, վրացերեն, ուկրաիներեն եւ անգլերեն լեզվով։ Նախագիծը ներառում է 3 պետությունների պատերազմական փորձառությունները եւ արդեն իսկ ենթադրելի է, որ հնարավոր է համեմատություն անցկացնել, չէ՞ որ մենք այս պատերազմական փորձառությունները մեկ ընդհանուր եզրույթով կարող ենք կոչել պատերազմ կամ պատերազմական փորձառություն, բայց ակնհայտ է, որ կան տարբերություններ եւ երբ որ մենք մեկ նախագծում ամփոփում ենք կողք կողքի, զուգահեռ զուգընթաց պատմությունները, շատ ավելի ակնհայտ են դառնում թե ընդհանրությունները, թե տարբերությունները, ու դա մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտենալ իրականությանը, գոնե փոքրինչ մոտենալ։ Նախագիծը Եվրամիության ստեղծարար Եվրոպա ծրագրի շրջանակներում է սկզբնավորվել եւ իրականացվել է հրատարակիչների կողմից հայկական, ուկրաինական եւ վրացական, Հայաստանում արի գրականության հիմնադրամն է հիմնական նախաձեռնության հեղինակը եւ կազմակերպիչը, այդպես նախագծի մասին։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է այն ընդհանուր գիծը կամ այսպես ասած մարդկայինը, որը միավորում է այս 3 տարբեր պատմությունները։ Մարդկային գիծը ինչ որ միավորում է։ Օրինակ, տեսեք, երբ որ մենք 2 տարի նախագիծը զարգացրել ենք եւ հերթով անցել ենք բոլոր փուլերով, հղացքի մշակումից ընդհանուր մինչեւ արդեն վերջին փուլում որոշում կայացնել ինչ գուներանգներ ենք օգտագործելու արդեն տեսողական հատվածում, եւ մենք աշխատում էինք խմբագրի հետ եւ հետաքրքիր էր, որ պատմություններից, օրինակ հայկական պատմության դեպքում եկանք որոշման, որ կարիք ունենք պատմությունը սկսել նախաբանով, որպեսզի ընթերցողին, ով ենթադրենք պատահական հագրախանութում գիրքը վերցնում է եւ նախապատմություններին ծանոթ չէ, ծանոթանում է թեմային, եւ հայկական պատմությունը առանձնապես ընկալելի չէր, քանի որ չէր ներկայացնում մեկ պատմություն, մեկ պատմության գիծ, մեկ սերնդի պատմություն չէր, այդ պատմության հետնախորքը ավելի խորն էր գնում եւ մենք խնդիր ունեինք տրված ծավալի մեջ կարողանալ հնարավորինս իրականությանը մոտ պատկերացում ձևավորել ընթերցողների մոտ։ Հարաբերությունն է ինձ թվում է մարդկային գիծը։ Օրինակ հայկական պատմությունը, երբ որ հիմա զուգահեռ թերթենք էջերը կտեսնենք, որ մենք նույնիսկ խուսափել ենք կիրառելուց Հայաստան անվանումը մեր պատմության մեջ, այնտեղ չեն գտնի հայ, Հայաստան, Արցախ եւ ի տարբերություն սրան, օրինակ վրացական եւ ուկրաինական պատմությունները հստակ իրականության մեջ են տեղակայված, գործողությունները տեղի են ունենում Վրաստանում, Ուկրաինայում։ Իսկ ինչով է բացատրվում դա։ Մի քանի մոտեցում կա ստեղծագործական, առաջինը, քանի որ չէ որ ժողովածուն։ Ես որքան հասկացա, դուք ավելի շատ պատճառներին եք անդրադարձել, պատերազմի պատճառներին։
Ոչ այնքան պատերազմի պատճառներին, այլ տեսեք, օրինակ պատերազմի մասին գրված գրականություն արդեն կա եւ ինձ թվում է բավական համապարփակ թե հարցադրումները կան, թե պատասխանները, խոսքս դասական գրականության ավանդույթի մասին է։ Ուրեմն ինչ կարելի էր այսօր ինչպես էլ խոսել պատերազմի մասին, հասկանալի է, խոսքը ինչի մասին է, հա, վերջակետից հետո ինչ որ իրականության մասին։ Եվ միակ տարբերությունը այն է, որ մեր օրյա իրականության մեջ փոխվում է պատերազմի ձևը։ Այսինքն ինչպես ենք մենք առերեսվում պատերազմական իրականության հետ։ Առերեսվում ենք հողի վրա պատերազմի դաշտում, թե առերեսվում ենք պատկերների միջոցով, լեզվի միջոցով, մեդիա նարատիվների միջոցով, այսինքն առաջին հերթին մենք պատերազմներին ու առհասարակ բոլոր իրադարձություններին մեր օրյա իրականության յուրահատկություններից մեկը, որին ուշադրություն ենք դարձրել աշխատելու ընթացքում, այն է, որ իրականությանը մենք առերեսվում ենք գրաֆիկական պատկերների միջոցով։ Եվ ավելի շուտ մենք գրաֆիկական պատկերներով կազմում ենք պատկերացումը իրականության մասին, քան կհանդիպենք տվյալ իրականությանը ու իրադարձությանը։ Ու այս կտրվածքներ, այսինքն ինչպես են տեղի ունենում այդ պատերազմները, ավելի շուտ այդ հարցադրումն է ուղղորդել մեզ ընթացքում։ Պաստորեն, Հայաստանը ձեր պատմության մեջ քարտեզից դուրս էր գտնվում եւ որևէ տարածք չկար։ Շատ ընդհանուր էիք խոսում դրա մասին եւ կոչվում էր Գորշ գոտի։ Եկեք այդ մասին նույնպես խոսենք, հասկանանք թե ինչու, քանի որ հայտնի է, դուք էլ նշել եք, որ Գորշ գոտին միջազգային քաղաքական խոսույթներում հիմնականում խնդրահարույց տարածքների մասին են խոսում։ Իրականում ինչն է հետաքրքիր ու ընդհանուր հայկական պատմության մեջ մի գծով ընթանում է հետևյալ պատմությունը, որ կան պատերազմներ, որոնք մենք հիմնականում ժամանակակից իրականության մեջ մեդիան մեծ դեր ունի իրականության մասին, հանրային գիտակցության, անհատական գիտակցության մեր պատկերացումների ձևավորման մեջ։ Եվ այն ամեն ինչ մեդիա տիրույթում դառնում է տեսանելի, կարող ենք պնդել, որ այն իրականություն է եւ գոյություն ունի։ Եվ եթե կան իրողություններ, որոնց տեսանելիությունը չկա կամ բավարար գուցե ֆոտոգենիկ չեն տեսանելիություն ստանալու համար, այստեղ խոսքս ուշադրության տնտեսությունների մասին է, հետեւաբար մեդիա քարտեզի տիրույթում այդ տարածքները գոյություն չունեն կամ այդ իրողությունները գոյություն չունեն։ Եվ երբ որ նախագծի նախնական փուլում մենք անում էինք հետազոտություն ու տարօրինակ կերպով տեսնում էինք, որ տարբեր մեդիա հարթակներում, տարբեր սոցիալական մեդիա հարթակներում, տարբեր պատերազմական իրողություններ ունեն տարբեր երանգներ, տարբեր ծավալ, տարբեր տեսանելիություն, տարբեր ուշադրություն, տարբեր է արձագանքը, որոշները մեծամասշտաբ ներկայացված են, որոշները շրջանցվում են լռությամբ, եւ այն շատ քիչ անդրադարձները, խոսքս հիմնականում միջազգային մեդիայի մասին էր, որ կարողացել ենք մենք գտնել, տվյալ արձագանքների մեջ տարածաշրջանի հանդեպ որպես քաղաքական տերմին հողում էր արվում Գորշ գոտի արտահայտությունը։ Ու այս դեպքում մենք որոշում կայացրինք, որ կարող ենք պարզապես անդրադարձնել, այսինքն կիրառել են Գորշ գոտին, բայց երբ որ տեքստն ենք մենք կարդում, տեսնում ենք, որ այնտեղ ապրում են մարդիկ, տարբեր տեսակի մարդիկ են ապրում, կան մարդիկ, որոնք ունեն մտքեր, ունեն զգացմունքներ, ունեն շատ առօրյա կենցաղ, շատ սովորական մարդկային մտահոգություններ ու այս կոնտրաստի միջոցով փորձում ենք ցույց տալ, որ ինչն ենք մենք անվանում Գորշ գոտի։ Տեսեք, նաև վերնագիրն է շատ հետաքրքիր, Վերջին գիշերը երկրագնդի վրա, արդյոք այս պատմության հերոսների համար պատերազմը հենց այդպես էլ երևում է աշխարհի վերջի զգացողությամբ, թե նոր ավելի դաժան աշխարհի ինչ-որ սկիզբի մասին է խոսքը։ Տեսեք, Վերջին գիշերը երկրագնդի վրա պատմության վերնագիրն է, ուկրաինական պատմության վերնագիրն է, որը դարձել է նաև ընդհանուր ժողովածուի վերնագիր։ Ուկրաինական պատմությունը ունի այդ վերապրումները, այնտեղ կա թե հույսի վերապրում,
սիրո հետ կապված սյուժեի գիծ կա եւ նաեւ համադրված է անհույս իրականության վերապրումների հետ։ Հայկական պատմության վերնագիրը պատերազմից մեկ մեմ այն կողմ, պատերազմից այն կողմ, պատերազմից մեկ մեմ այն կողմ, մեկ քայլ այն կողմ քայլի են գալել։ Շատ լավ։ Իսկ ինչու մեմ։ Պաստորեն մեմեր էին, հա, հերոսները ինչ որ իմաստով։ Այստեղ մեմը այս հարցը ամենաշատ հնչող հարցերից մեկն է, հիմնականում իմ ուսանողները անդադ հարցում են, ասում են շատ տարօրինակ է, որ վերնագիրը կարդում ենք, այդ երկու իրար հակադիր եզրույթները կողք կողքի դրված, այստեղ մեմը ոչ այնքան հումորի նշանակություն ունի, այլ մենք հղում ենք անում շրջանառությանը։ Այսինքն այսօր մեմը մի բանն է, մի միավոր, մեդիա միավոր կարելի է ասել, որ մեծ արագությամբ շրջանառվում է եւ պատմությանն էլ ընդհանուր որ ծանոթանանք հիմնական պատմության գծերից մեկն այն է որ պատերազմները մեր օրերում սկսվում են ոչ թե գաղափարախոսություններից, ոչ թե հողի վրա դաշտում, այլ սկսվում են շրջանառությունից եւ իրենք տևելու իրավունք կամ հնարավորություն են ստանում նույնպես երբ որ շրջանառությունը կա, այսինքն պայմանավորված ուշադրության տնտեսությամբ եւ այս կերպ մենք փորձում ենք ուշադրությունը այդ կողմ դարձնել ու այստեղ պատմության մեջ որպես նաեւ ավելի ընկալելի հա դառնա վերնագիրը մի գիծ ունենք մենք հենց մեր պատերազմական իրողություններին զուգընթաց երբ որ մենք դիմումներ էինք ուղարկում տարբեր թե քաղաքական թե մեդիա հարթակների բնականաբար ոչ հայկական անդրադարձի ակնկալիքով միևնույն ժամանակ շատ մեծ մեդիա արշավ էր ընթանում եւ մեդիա արշավային մասին էր որ հայտնի բրենդերից մեկը թողարկել էր նոր ակնոց եւ այդ արշավի հիմնական լոզունգը հետեւյալ կերպ էր հնչում բոլոր աչքերը մեր նոր ակնոցի ուղղությամբ են եւ շատ հետաքրքիր ու շատ մտածված արշավ էր այսինքն մենք տեսնում ենք կենտրոնում մոդել եւ հետաքրքիր որ մոդելները նաեւ տարբեր մաշկի գույն ունեին տարբեր ազգություններ էին ներկայացնում այո ինչը նշանակում էր նաեւ ներառականության ուղերձ եւ մոդելները, որոնք կրում էին ակնոցը, շրջապատված էին մեդիա, հա, մեդիա գործիքներով, մեդիա մարդկանցով եւ այս կոնտրաստը նույնպես տեղագտել սյուժեի մեջ եւ նույնիսկ զարգացել է մինչեւ այն կետը, որ մեր պատմության մեջ գտել ենք հետեւյալ լուծումը, տվյալ տարածաշրջանը, որը կոչվում է Գորշգոտի, ու ուրեմն արդեն բնակչությունը անհուսությունից նաեւ իշխանությունները անհուսությունից մտածում են պատվեր ուղարկել տվյալ բրենդին, պատվիրել ակնոց բնակչության համար սկզբից 120,000 քանակի, ներառյալ 30,000 երեխաների։ Իսկ դա որպես անհրաժեշտություն, թե որպես ինքնապաշտպանություն։ Ուշադրություն գրավելու նպատակով պարզապես, քանի որ գալիս են գիտակցման, որ պետք է միջոց գտնել, հնար, հա, գտնել ուշադրությունը գրավելու համար եւ գուցե դրա պայմանը մեր օրերում ակնոց ունենալն է բոլորի համար այդպես, այսինքն այս սյուժեի այս գծերն են, որոնք որ բացվում են այդ վերնագրում տեղ գտած մեմ արտահայտությամբ Իսկ հերոսները իրական են ամեն դեպքում եւ որոշակի հետազոտություններ արել եք այդ ուղղությամբ հարցազրույցներ, բան ես գիտեմ նախնական մեր զրույցում փաստորեն ասացիք, որ հարցազրույցներ են եղել նաեւ Հա, հետազոտական բաղադրիչ ունի նախագիծը ու պատմությունը, երբ որ դու կարդաք, հենց անմիջապես սկսվում է այն կետից, որ մեկը, ով ներկայանում է որպես պատմասած, առաջարկ է ստանում պատմել պատերազմի մասին պատմություն եւ ինքը հայտնվում է ներքին կոնֆլիկտի մեջ։ Պատասխան չի տրվում պատճառը ներքին կոնֆլիկտի։ Կան միայն ակնարկներ, այսինքն ավելի շուտ հարց է բարձրանում, գուցե մեկը ու մասնագիտությունը հենց պատմություններ պատմելն է, մեր օրերում առաջին հերթին չի
չի վստահում պատմությունների կենսունակությանը, չի վստահում, որ պատմություն պատմելը ունի որևէ նշանակություն ինչ որ բանից հետո, ինչ որ իրադարձություններից հետո։ Եվ մենք հետևում ենք այդ ընթացքին, երբ որ ինքը հանդիպում է իր գլխավոր կերպարին, հույս ունենալով կերպարից ստանալ ինչ որ պատմություն։ Այսինքն այստեղ խոսքը բանավոր պատմությունների հավաքագրման մասին է։ Եվ ի ուրախություն պատմասացի գլխավոր կերպարը նույնպես հրաժարվում է ուղիղ պատմություն պատմել, հիմնավորում է ուղիղ։ Այո, հիմնավորում է եւ ուղիղ կերպով գրված է այդ հիմնավորումը եւ հանձնում է նամակ ընտրությունը թողնելով պատմասացին նամակը փոխանցել ընթերցողին։ Հիմնավորումը հիմնականում որ ոչ մի նշանակություն չի կարող ունենալ այս պատմությունը։ Այո, եւ ոչ այնքան պնդման տեսակետից, այլ ավելի շատ հարցադրման, ասում է հարց է տալիս, ասում է արդյոք պատմությունները մեր օրերում ամնեզիայի դեմ դեղահաբ են եւ որն է այս պատմությունների նշանակությունը։ Չէ որ գիտենք, չէ, գիտությունը զարգացած է, ամեն բան զարգացած է, տեխնոլոգիաները ու շատ հստակ նշվում է, հա, որ մենք լուսանկարչական սարքերի պակաս չունենք, ամեն ինչ հստակ վավերագրված է, պատմագիտությունը կա որպես գիտակարգ, հիշողության քաղաքականություն ունեն եւ հարց է տալիս կարիքը եւ հարցերը մի քանիսն են։ Գուցե կարիք կա, որ ինչ որ ընթերցողների խումբ կա, որ պետք է կրթվի, այսինքն չգիտեին ինչ է պատմությունը, պետք է իմանան, որը նույնպես իսկ դուք ինչ խնդիր եք դրել ձեր առաջ, Անի, եւ գեղարվեստական եւ որպես վավերագրող նյութը ներկայացնող հեղինակ Գլխավոր խնդիրը տեսանելի դարձնել ավելի շատ մեխանիզմները, ինչպես է այսօր ձևավորվում մեր բոլորիս ընկալումները պատերազմական իրադարձությունների մասին։ Հիմնականում պատկերների, լեզվի եւ կրկնության մեթոդի միջոցով։ Այսինքն մինչև դեռ ինչ որ իրողություն տեղի կունենա, արդեն պատկերների, լեզվի, կրկնության միջոցով մեր պատկերացումները դրանց մասին որոշակիորեն ձևավորված են։ Իսկ կարծում եք, որ ճանաչելի չէ բավարար չափով պատերազմը, որպես երևույթ ընդհանրապես մեզանում, կամ թեկուզ մեր երիտասարդության շրջանում։ Տվյալ նախագիծը, քանի որ ավելի շատ ներսից դուրս, իմ ընկալմամբ ներսից դուրս հայացք նկատի ուներ։ Ես ինքս օրինակ ստեղծագործելու ընթացքում նկատի չեմ ունեցել մեզ, ավելի շատ փորձել եմ մեզ պատմել ուրիշին, որովհետև կարծում եմ մենք ունենք փորձառությունը, մեզ համար ճանաչված է ու ինձ համար անձամբ երբ որ ինչ-որ բան ճանաչված է, այսինքն նույն պատերազմական իրողությունը, երբ որ ճանաչված է, չեմ կարծում որևէ մեկը կնախաձեռնի կրկնություն։ Հետևաբար, բայց եթե մենք գործ ունենք իրականության հետ, որ իրողությունը կրկնվում է, ուրեմն ճանաչված չէ նաև։ Այսինքն ներսի դրսի հարց կա իմ կարծիքով ու շատ հետաքրքիր փորձառություն ունեցել եմ ես, մինչև գրքի արդեն լույս կտեսներ գիրքը, շվեյցարական համալսարաններում մագիստրոսական ծրագրի կրթական ծրագրերում կան մի քանի հայ հեղինակ, որոնց աշխատանքները ուսումնասիրում են ոչ հայկական, ոչ հայերի կողմից։ Եվ 2025 թվականին Եվ որ հեղինակներն են շատ հետաքրքիր է։ Ես պարզապես վախենում եմ այս բանին մեկի անունը մոռանալ կամ սխալվել։ Մի քանի հեղինակ կան Հայաստանից։ Գոնե կարող ենք իմանալ, որ ժամանակաշրջանի, այս ժամանակակից իմ տեքստերն են ներառված, տեղեկ են, որ Աննա Դավթյանը կա, Շուշան Ավագյանը, հուսամ որևէ մեկի անունը չեմ բաց թողել։ Ուրեմն 2025 թվականին հանդիպում ունեցանք ուսանողների հետ եւ իրենք ավելի վաղ շրջանի տեքստեր էին անձամբ ինձնից ուսումնասիրել ու խնդրեցին ուսանողները նոր ինչ գործ կա ու ներկայացրեցի գրաֆիկական պատմության նախագիծը, որը դեռ աշխատանքային վիճակում էր գտնում։ Խնդրեցին կարևոր հատվածներ ընթերցել։ Երբ որ ընթերցեցի հատվածները ու ինձ համար
էքսպերիմենտալ էր ընթերցումը առաջին անգամ ու իրական ժամանակի մեջ արձագանք պետք է ստանայի կան նաև տեսագրությունները հանդիպման ուսանողները երբ որ լսեցին ինձ համար շատ բացառիկ դիպուկ կերպով արձագանքեցին արձագանքը հետևյալն էր փաստորեն պատմության մեջ պատմասացը առաջարկ է ստանում գրել պատմություն պատերազմի մասին սակայն վերադարձնում է հայելի այսինքն մի մակերես որը անդրադարձնում է իրականությունը որը որ կա հարց տալով որքանով ենք մենք տեսնում իրականությունը տեսնում ենք թե չէ բնականաբար տեքստի տեսքով հայելին այսինքն անդրադարձնում ու վերադարձնում իրականությունը նկատի ունեմ ինչ որ ինձ համար ամենասկզբից հստակ էր որ իսկ այդ կարծիքը դուք այդ կարծիքի հետ համաձայն եք ինձ համար բացառիկ ճշգրիտ ձևակերպում էր որ ես պետք է մտածեի, որ կարողանայի այդ ձևակերպմանը գալ, ու ես հասկացա, ինձ համար առաջնահերթային էր, որ հասկացա աշխատանքի իր գործն անում է, այսինքն մարդիկ, ինչի ես տարածաշրջանը նշեցի, որևէ բան չգիտեն մեր պատմության, ինչի միջով ենք անցնում, առաջին աշխարհ, երրորդ աշխարհ եւ այլն նրբությունները շատ են, եւ հանկարծ տեքստից ընկալելի է դառնում խոսքի ինչի մասին է, եթե կա դժգոհություն, հա, ինչի հետ է կապված, դժգոհություն չէ անարդարությանը, ինչ որ զգացողություն, ինչի հետ է հիմնականում կապված, ու իրականություն, որ տարօրինակ էր, մարդիկ, որոնք չունեն պատերազմի փորձառություն, կիսեցին փորձառությունը։ Անի, իսկ անձամբ ձեզ համար ինչ էր առհասարակ այս պատմությանը առնչվելը, գուցե ինչ որ թերապևտիկ, գուցե ձեզ համար նույնպես պատերազմը մարսելու առիթ էր եւ հնարավորություն եթե փորձեմ օրինակ շատ հեղինակներ չէին կարողանա ուղղակի խոսել պատերազմի մասին կամ թեմային առնչվել իրականում եթե կարդանք մենք հայկական պատմությունը կողք կողքի դրված են մյուս երկու պատմությունները խոսում են պատերազմի մասին եւ առնչվում են թեմային հայկական պատմությունը ամբողջությամբ այն մասին է որ պատմասացը չի կարողանում առնչվել թեմային եւ չի պատմում, չի խոսում պատերազմի մասին։ Այն քննարկում, որ մենք հիմա ունենք, մետա մակարդակում է քննարկում, որպեսզի մոտենանք գործին։ Գործի մեջ չկա պատերազմ բառը, չկա պատերազմի հետ կապված որևէ իրականություն։ Իսկ դա նպատակային եք դուք այդպես ինչու որպեսի նպատակը հետևյալն էր որպեսի արվեստի ստեղծագործությունը բյուրեղացներ այն ինչ որ դուք ձեր հարցի մեջ նշեցիք հանգամանքը որ կա հրաժարում պատմելու կա հրաժարում խոսելու կա հրաժարում վերածելու թերապիայի կա այդ ամեն ինչից հրաժարում եւ ոչ առերեսում Սա առերեսում է, կարելի է այդպես ասել Առերեսում է ինչպեսի հետ առերեսում է ինչպեսի հետ մի բան պատճառների հետ ինչպես է մի բան տեղի ունենում ինչպես է մի բանը իրականացվում Իսկ ձեր կարծիքով առհասարակ պատերազմական պատմությունները լինի այս գիրքը թե ուրիշ մի պատմություն նախագիծ ցուցահանդես դրանք ինչ որ առումով ծառայում են իրենց նպատակին Ինչպես ձեր այն հերոսն էր ասում որ նշանակություն չունի կարծես թե իմ կարծիքով քանի դեռ արվեստը շարունակում է մնալ այն տիրույթը, որտեղ որ տվյալ հարցերին անդրադարձ է արվում, դա ավելի շատ ահազանգ է, որ այն ոլորտները, որոնք որ ստեղծված են լուծելու, լուծում տալու նման իրավիճակներին, դեռևս չեն իրականացրել իրենց առաջ դրված նպատակը, եթե այդպեսին կա, եւ քանի որ վերքը մնում է բաց, բնականաբար արվեստը մնում է այն տիրույթը, որը որ փորձում է հնարավորինս բարձր ահազանգել, որ
տվյալ տիրույթում մենք ունենք չլուծված կիսատ թերի հարց, որը խնդիր է, մեզ դարձնում է խոցելի եւ գուցե կարիք կա, քանի որ արվեստի տիրույթը մեկն է, բայց գիտակարգերը բազմաթիվ են, ոլորտները բազմաթիվ են, այսինքն գուցե միավորվելու դեպքում հնարավոր կլինի ինչ որ լուծումների հանգել։ Շատ լավ։ Առհասարակ ես թերահավատ եմ, որ հնարավոր է, որ արվեստը կամ գրականությունը փոխի մարդու մտածողությունը, ավելի հումանիտար դարձնի։ Ի վերջո այս բոլոր գրքերը ուղղված են հումանիտար, այսինքն հումանիտար նպատակ ունեն։ Ես չեմ կարծում, որ արվեստը այն մտքին չեմ, որ արվեստը փոխելու, փրկելու ինչ որ առաքելություն ունի, առավել եւս ուսուցանելու, ինչ որ բան մատնացույց անելու, ամեն դեպքում ես վավերագրելու վավերագրել կարող է, ծանոթ եմ, որ կա նման ուղղություն, բայց մենք ունենք որպես գիտակարգ, չէ, վավերագրությունը։ Իմ մոտեցմամբ արվեստը պետք է մնա իր դերում ու տվյալ դերը ինձ համար ավելի շատ հարցադրումներն են, քան լուծումները, պատասխանները։ Իսկ ինչ բացահայտում արեցիք դուք եւ որպես հեղինակ, գրող եւ որպես հետազոտող եւ չգիտեմ, ձեր մասնագիտությամբ գիտեմ, որ դուք արվեստաբան եք, մշակութաբան եք եւ այդպես եւ նաեւ ձեր մասնագիտական տիրույթը գործունեությունը հաշվի առնելով, ինչ բացահայտում արեցիք դուք ձեզ համար այս գրքով։ Քանի որ գիրքը դեռ նոր է լույս տեսել, ինձ թվում է բացահայտումները դեռևս պետք է շարունակվեն։ Հիմնական բացահայտումը կարելի է ասել խոսակցության հնարավորությունը, որը ոչ այնքան բացահայտում, որքան փորձառություն երևի։ Կարծում եմ դեռևս ընթացքի մեջ է կլինեն բացահայտումներ, եթե որ պետք է լինեն։ Հիմնական խոսակցություններ, էլի տարբեր միջավայրերում հետաքրքիր արձագանք առաջացրել է աշխատանքը։ Օրինակ Կիպրոսում ներկայացրին աշխատանքը հայկական պատմությունը եւ շատ տարօրինակ էր։ Խոսքից մեջ ուզում էի նշեի, սա մոռացա։ Տեսեք, ունենք ժողովածու եւ ներառված են մի քանի տարածաշրջաններ տվյալ փորձառությամբ, բայց մենք գիտենք, որ արձագանքներ կան։ Շատ հետաքրքիր կերպով մարդիկ տեսնում են իրենց փորձառությունը տվյալ հարցադրումների մեջ։ Ինչ կերպով այսօր այդ ամեն ինչը իրականացվում, որոշ դեպքերում որոշ պատերազմներ արձագանք ստանում են, որոշները չէ։ Իսկ ամեն դեպքում ձեզ համար կարևոր էր պատճառները հայտնաբերել ձեզ համար։ Ես կարծում եմ անհնար կլիներ նման խնդրի իրականացում պատճառները, որովհետև էլի ուրիշ գիտակարգերի հարց կդառնար, պատմագիտության, գուցե քաղաքագիտության, ցույց տալ մեխանիզմները, ինչ կերպով են իրականացվում այսօր ընթացքները ու հանրային գիտակցության մեջ ընկալումները ինչպես են ձևավորվում, որպես գործիք օգտագործելով լեզուն, պատկերները, կրկնության մեթոդաբանությունը, մեմերն էլ չէ, կրկնում ենք շատ, կարողանանք հիշել անեկդոտների նման։ Իսկ կոմիքսների գիրքը ում համար է, լայն, այսպես բոլորի համար, հանրության համար եւ երիտասարդների եւ ավելի հասուն սերնդի բոլորի համար, ովքեր որ ավելի վարժ են պատկերների միջոցով պատմություն ընկալել, գուցե նախագծի հիմքում նաև կա տվյալ մտայնությունը, որ հնարավորինս պոպուլյար, ավելի մատչելի միջոցով Ձեր ձեռքում հիմա անգլերեն տարբերակն է, եթե հնարավոր է այսպես ցուցադրենք մեզ դիտողներին, գուցե տեսնեն, բայց նույնը պատրաստվում է նաև հայերեն, չէ՞։ Հիմա հայերենի շնորհանդեսը առաջիկայում պիտի լինի։ Մենք ունեցանք արդեն հայերենի շնորհանդեսը, եւ ի տարբերություն անգլերենի շնորհանդեսին, անգլերենի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի գրքի փառատոնի շրջանակներում Երևանում, որից հետո Ֆրանկֆուրտի գրքի փառատոնում Գերմանիայում։ Բայց մեկ շնորհանդես կարծեմ պիտի առաջիկայում լինի, չգիտեմ, ես այդ այլ նախագծի մասին կարծում եմ
Հայկական հայերեն լեզվի շնորհանդեսը շատ լուր կերպով է իրականացվել, առանց որևէ հավելյալ շուքի, որևէ իսկ ինչու դա ինչ որ բանի հետ կապված է։ Թեմայի տրամաբանության մեջ ենք փորձել մնալ, այդպես։ Որն է թեմայի տրամաբանությունը։ Այսինքն այս թեմայի շուրջ պիտի լուր լինել։ Առանձնապես առիթ չի տալիս թեման ուրախանալ, որ կա նման առիթ, որի շուրջ մենք ունենք գիրք, գուցե ավելի լավ կլիներ պատճառը չլիներ, գիրքը չլիներ, թեմային չառնչվենք, այդպես հայկական շնորհանդեսը Թումո կենտրոնում տեղի ունեցավ, շատ լուր։ Շատ լավ, Անի, շնորհակալություն, թերևս այսքան է, եթե հավելելու որևէ բան ունեք։ Ձեր շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսող, մենք այսօր խոսում էինք վերջին գիշերը երկրագնդի վրա գրաֆիկական պատմությունների ժողովածուի մասին, որի հայերեն տարբերակի հեղինակը Անի Ասատրյանն է։ Մենք փորձեցինք այսպես հասկանալ, թե արդյոք պատերազմի մասին գեղարվեստի լեզվով խոսելը ինչ որ մի փոքրիկ ներդրում կլինի մեր կողմից, որպիսի պատերազմները ավելի քիչ լինեն կամ առհասարակ չլինեն։ Շնորհակալություն Անի, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն